Համեցեք, հա եզրափակիչ, չէ, հիմա խմբակցություն չեք կարող, խմբակցության երևույթից հետո եզրափակիչներ կմիացնենք, այսինքն հակառակ հերթականությամբ Տիկին Ռազյան, կմիացնենք, խնդիր չկա, դուք եզրափակչի իրավունքեր ունեք, համեցեք։ Շնորհակալություն պարոն Արշակյան, պարոն Խաչատրյան, ինչ եք խուսափում վարչապետի ձեր թեկնածուին անվանել վարչապետի ձեր թեկնածու եւ անվանում եք Մասիսի քաղաքապետ, այդ մարդուն դուք առաջադրել եք վարչապետի թեկնածու եւ նա ձեր թեկնածուն է այդ մարդը, որ Յաշիկով ուսանողների վրա էր քշում 2018 թվականին։ Տիկին Գալստյան, ունեցեք զարմանում, որ անկեղծ եմ եղել, մեկը կասի փոքր ժամանակ իրար հետ ենք սուտ խոսալու խմբակ գնացել, հիասթափվել եք, որ դասերս լավ չեմ արել։ Ինչ վերաբերում է երթերին, որը իբրև թե դրեցիք որպես պատճառաբանություն, ոչ պարոն Խաչատրյան, ոչ թե երթերն են սկսել ցուցադրել քաղաքական եւ դա է դարձել պատճառը, այլ պարզապես ես ձեր մոտիվացիային չեմ հավատում, թե դուք իբրև թե ուզում եք մշակույթը պաշտպանել, եւ եթե դուք ուզում եք ձեր թեկնածուի երթերը ցուցադրվեն հանրային, դա պետք է պահանջեք հանրայինից, կարմիր նշանով հանրայինից։ Ես կգամ ձեզ հետ դա պահանջելու, բայց մշակութային ալիքի տակ մի սխցրեք դա։ Ինչ վերաբերում է մշակութային բովանդակությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այդ թվում հենց այս օրենքը, մի քանի տողով մշակութային բովանդակությունը երաշխավորում է օրենքով։ Օրենքի 6-րդ հոդվածում կա դրույթ, որով բոլոր հանրային բոլոր հեռարձակողները պարտավոր են ապահովել մշակութային բովանդակության բազմազանություն, ոչ թե միակողմանիություն, բազմազանություն, այսինքն բոլոր տեսակի մարդիկ պետք է ներկայացված լինեն հանրային հեռարձակողի բոլոր ալիքներում։ Ինչ վերաբերում է մնացած ալիքներին մուլտիպլեքսի, դրանցից յուրաքանչյուրը 20%-ի պարտավորություն ունի, ինչպես նաև գիտեք, որ հանրօգուտ մեդիա միջավայրի հիմնադրամը կա, այսինքն 3 տարբեր տեղերով օրենսդրորեն առնվազն այս պահին հիշեցի, որ ֆինանսավորման օրենսդրորեն պարտավորություն կա եւ ֆինանսավորում կա։ Հավելացրեք, խնդրեմ, ժամանակը եզրափակիչ երևույթի Տիկին Ռազյան։ Ինչ վերաբերում է ՀՀ-ի եւ ՀՌՀ-ի կարծիքներին, դիրքորոշումներին, դրանց ես ծանոթ եմ, ոչ ոք ՀՌՀ-ին եւ ՀՀ-ին չի պարտավորեցնում անել բաներ իրանք, ինչ իրենք չեն ուզի։ Մենք, ես այո, իմ հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը հրապարակային ասել եմ, կառավարությունը այդպիսի դիրքորոշում չի ասել, հանրային հեռարձակողի խորհուրդը ասել է, որ ինքը կարծում է, որ պետք է լինի հավելյալ մշակութային սլոտ, իսեր ասո թող լինի, որտեղ մենք չենք գրել առավելագույնը 2, գրել ենք նվազագույնը 2, թող լինի 24 հատ բան հանրային հեռարձակող, թող կան այդ 24-ի բաներն էլ բյուջետային տողերով ուզեն, դուք էլ եկեք կռիվ արեք տանք, հիմա կան, թող կան, եկեք կռիվ արեք, որ 3-րդ սլոթի փողը տանք, ոչ թե ոչ չտանք։ Ինչ վերաբերում է պարոն Նազարյանի ասածներին, որ պարոն Նազարյանը ասում էր բյուջեի քննարկման ժամանակ պետք է ասեիք, պարոն Նազարյան, բյուջեի քննարկման ժամանակ անցած տարի ենք ասել, նախ անցած տարի ենք ասել, դրանից առաջ ենք ասել, հանրային հեռարձակողի խորհուրդը եւ մնացած գործընկերները ընդունելով հանդերձ բոլոր մտահոգությունները, որոնք կան այս ընթացակարգերի եւ այս բովանդակության վերաբերյալ, հաջորդ տարի եկել են նույն թղթերով, նույն տողերով եւ ասել, որ հանկարծ որոշվեց, դա առնվազն ազնիվ չէ, առնվազն ես 7 տարի շարունակ այս թեմայից խոսում եմ, այս թեմայից խոսում են մի շարք հասարակական կազմակերպություններ, այստեղ խնդիր տեսնում են շատերը եւ շատ խնդիրներ, ոչ թե միայն այն պահից ի վեր, ինչ Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցին որոշել է կուսակցական գործունեությամբ զբաղվի, այլ դրանից առաջ։ Եվ վերջում ֆինանսավորման հետ կապված հատուկ Ազատություն ռադիոկայանի համար ուզում եմ ասել, որ վերջին տարում 221 միլիոն է տրամադրվել շողակաթի ֆինանսավորմանը, իսկ ընդհանուր առմամբ 3 միլիարդ առանց մրցույթի տրվել է շողակաթին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, եզրափակիչ երևույթի կարիք